Պարոն Միրզյան, քիչ առաջ տեղական լրատված միջոցներից մեկը հարցադրում է ուղարկել հրապարակել Սյունիքի պատգամավորներին, երկու հարց է ուղարկել եւ առիթից օգտվելով ուղղակի ես այլ հարց եմ ուզում տալ ձեզ, բայց առիթից օգտվելով ուզում եմ այդ հարցերը հնչեցնել եւ պատասխանը ստանալ, որպեսզի տագնապային տրամադրություններ նորից չգեներացվեն պատասխան ուժերի եւ լրատվական միջոցների կողմից։ Ես խնդրում եմ կարդամ, թե ինչ հարցադրում է ուղարկել, շատ կարճ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3 մարտի 13-ին հնչեցրած մտքերը Մեղրու տարածաշրջանով Ադրբեջանին եւ Թուրքիային ճանապարհ տրամադրելու պատրաստակամության մասին տարակուսանքների տեղիք են տվել Սյունիքում։ Հիմա հատկապես Սյունիքաբնակներից համար առնվազն 2 հարց է առաջացել։ Ինչ է իրականում կատարվում Մեղրու տարածքով Ադրբեջան-Թուրքիա ճանապարհի բացման առնչությամբ, իրերը կոչենք իրենց անուններով, տենց է գրել են, ինչ անել ստեղծված իրավիճակում։ Թեև այս ամբողջ քննարկումներից այս հարցերի պատասխանները բազմաթիվ անգամ հնչել են, ես կխնդրեի պարոն Միրզյան, ինչ որ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալ։ Սիրով պարոն Խաչատրյան, եթե այդքան ասելուց հետո մեկը էլի նույն հարցը մնում, այո, էլի նույն բանը մանիպուլյացիաները շարունակվում, սիրով կասեմ։ Ուրեմն մեր արած առաջարկի համաձայն բեռները կարող են Ադրբեջանից հատել Հայաստանի սահմանը, հատկապես եւ առաջին փուլում օրինակ Մեղրու, այսինքն ամենահարավային մասում երկաթգծով եւ կրկին հատել Հայաստանի սահմանը եւ դուրս գալ մտնել Նախիջևան, հետո էլ օրի եւ մենք էլ հնարավորություն կունենանք օգտագործել Նախիջևանի տարածքը եւ մասնավորապես երկաթգիծը մեր բեռները նույն կերպ ուղարկելու մեր հարավ։ Ավելին երկու երկրները կարող են նույն կերպ օգտագործել միմյանց օրինակ երկաթուղային ցանցը նաև միջազգային փոխադրումների համար մենք օրինակ կարող ենք, եթե սա իրականություն դառնա, ապրանք ստանալ երկաթուղով, ասենք, Չինաստանից եւ գա դա Հայաստանով անցնի, գնա հասնի, չգիտեմ, այնտեղ որտեղ արևմուտքում, ասենք Թուրքիայով եւ հետո այնտեղ որտեղ վերջանում է այդ բանը։ Լավ մուլտիմոդալով նույնիսկ կարելի է, ասենք, միջերկրականը հատել նավով եւ շարունակել հասնել, չգիտեմ ուր։ Այսինքն հնարավորությունները երկու երկրների համար հավասար են։ Այն միջակայքերը, երբ որ կգնա Ադրբեջանից Ադրբեջան, Հայաստանից Հայաստան, էլի նույն պայմաններով ախր շատ են կրկնել, էլի ինքնիշխանության ներքո, իրավազորության ներքո, փոխադարձության հավասարության սկզբունքներով, նաև կրկնել ենք այն բաները, ինչի համար մեր համար անընդունելի են եւ շարունակում են մնալ, դա այն է, դա հետեւանա որևէ կերպ այդ տրանսպորտային ենթակառուցվածքի եւ իր տարածքների հարակից կամ տարածքների նկատմամբ սուվերենության սահմանափակումը, որևէ կերպ սահմանափակումը, դա անընդունելի է։ Երրորդ ուժերի կողմից որևէ անվտանգության կամ վերահսկողության ապահովում, դա ինչպես անընդունելի է։ Դուք ասում եք ի՞նչ է կատարվում Մեղրիում, աչքովս ընկավ Մեղրիում մի հրաշալի շինություն է կառուցվել հանրային նշանակության, այդ է կառուցվել, այդ է կատարվում, ինչ։ Կասկադը Մեղրու, այդ է կատարվում Մեղրիում։ Եթե տրանսպորտային ճանապարհներն կբացվեն, ապա շրջափակումը կլինի եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը եւ մենք եւ մեղրեցիները դրանից միայն օգուտ են ստանալու։ Ինքնիշխանության որևէ սահմանափակում չի լինելու։ Այսքանը կարող եմ ասել։